Շնորհակալ ենք բոլոր այն ունկնդիրներին, ովքեր հատկապես ֆինանսական աջակցություն են ցույց տալիս Փակ TV կայացման գործընթացի հաջող ավարտի համար։ Բարև ձեզ բարեկամներ, ողջունում եմ բոլորիդ, բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են եւ իհարկե սպասում են մեր հերթական հյուրին։ Դուք երևի գիտեք, որ այսօր, քանի որ չորեքշաբթի է, բնական է, որ մեր տաղավարում պիտի հյուրընկալենք աստղաբան հոգեբան Գայանե Սարգսյանին։ Բարև ձեզ, Պարենգուշյան, բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Գայանե, ես ասեմ, որ իսկապես մեծաթիվ հետևորդներ ունեք եւ բոլորը սպասում են ձեր խոսքին, ձեր եթերին։ Ես հասկանում եմ նաեւ, որ այսօր հատկապես շատ կարեւոր է, որ մարդիկ ճշգրիտ ինֆորմացիա ստանան այն ամենից, ինչը կապված է ձեր ոլորտի հետ, եւ այդպիսի ինֆորմացիա դուք տալիս եք։ Ինչով եք դա բացատրում։ Բարբերաբար խոսում ենք այդ մասին, Պարենգուշյան, որ աստղաբանությունը ինքնաճանաչման ճանապարհներից մեկն է։ Այն գործիք է մարդը հասկանա, ինչ ծրագրով է եկել, կյանքում ինչ խնդիրներ կունենան, եւ հենց աստղաբանության միջոցով էլ մենք կարողանում ենք հասկանալ մեր կյանքի դժվար ճգնաժամային փուլերը եւ նաեւ այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում մենք կարող ենք առաջխաղացումներ ունենալ։ Եվ այդպիսի մի վիճակ, ահա մենք խավարումների միջանցքում ենք։ Այդ խավարումները շատ կարևոր է, որտեղ մեր ունկնդիրներից շատերը հարցնում են, թե վերջո ինչ է խավարումներ, ինչ պետք է անեն։ Ինչ հետաքրքիր էր, որ այդ վատ կանխազգացում, ինչ հետաքրքիր էր, որ այդ վատ կանխազգացումը ուներ հենց Տիկին Լուսյան խավարումներից առաջ, երբ ամսի 8-ի ուղերձը մենք հղեցինք, դրա մասին խոսել եմ, բայց էլի խնդրում եմ ասեմ, որովհետև տարբեր ժամանակ ենք մենք հեռարձակելու հաղորդումը, նա կանխազգում էր, այդ ամենը կանխազգում էր, բայց ինչ կարող էր անել։ Խավարումները դրանք էներգիաներ են։ Մարդ ինչ կարող է անել աղետների եւ ցունամիների դեպքում, երբ որ դու տեսնում ես գալիս ես։ Եվ այդպես էլ մարդկանց քարտեզում է։ Մոլորակային դիրքերը, մանավանդ բարդ մոլորակային դիրքերը, դրանք հաշվարկային մեթոդներ են։ Ինչպես եղանակային պայմաններն են նախորոք հաշվում, տեսնում, չէ, հատուկ սարքերի միջոցով, մենք ունենք այդ ամենը։ Մենք տեսնում ենք այդ ամենը եւ ահա տեսնում եք, որ երբեմն ասում են խավարումները, դե աստղաբանությունը կապ չունի, աստղաբանությունը չէ, դրանք մոլորակային դիրքեր են, դրանք ճգնաժամային փուլեր են, որոնք մենք ուղղակի պետք է հաղթահարենք եւ խավարումները ձևավորվում են արևի եւ լուսնի ուղեծրերի հատման կետերով, իրականում լուսնի խավարումը արևը եւ լուսինը կանգնում են դեմ դիմաց եւ այնտեղ հանգույցներն են միացված։ Եթե հանգույցները չեն լինում, լինում է նորալուսին կամ լիալուսին, նորալուսինը արևը լուսինը իրար հետ, լիալուսին դեմ դիմաց են լինում։ Խավարումների դեպքում այդ կոնֆիգուրացիային միանում է նաև բարձրացող եւ իջնող հանգույցները։ Եվ թող ամրապնդվի Տիկին Լուսյան եւ մեր հետևորդները գիտեն, որ հետևորդները այնպիսի գրառումներ են կատարում, ինչ չեմ կարող ասել, այն կողքը մեր շրջապատում տիրող այն չարախնդիր, չարությամբ լցված մարդկանց մասին։ Մենք մաղթենք, որ Տիկին Լուսյան ի վերջո ուժ հավաքի, որովհետև գիտեք, ես հասկանում եմ, որ ինքը այսպես ձիրք ուներ, նրա Մերկուրին գտմե ձկների կենդանակերպում անպայման նա կանխատեսում էր։ Եվ պատահական չհարցրեց, Գանե, դու ինչ ծրագրով ես եկել, ինչպես ես զբաղվում աստղաբանությամբ։ Ես բարձացող հանգույցով եմ եկել ջրհոսի կենդանակերպում, ասի, այո, Տիկին Լուսիա, դուք պետք է աստղաբանությունը տարածեք հանրային այդ մեծ լսարանին եւ հենց նա ունի եւ հենց նա պետք է զբաղվի այդ գործով։ Տիկին Լուսիա, ես մի քանի օր առաջ եմ ասել, հիմա եմ ասում, ուժ հավաքեք, գիտեմ ցավալի է, անտանելի ցավ է հարազատի կորուստը, բայց պետք է ժամանակը գա, դուք ունեք կարմիկ ծրագիր, այ որ հարցնում եք ինչ ծրագրով ես ծնվել, ես ասեմ, որ ձեր ծրագիրը հանրությանը
այդ մատուցելը, այդ նույն հանգույցները, որոնք խավարման ժամանակ անպայման ակտիվ են լինում, այդ ծրագիրը, այդ դաշտը, որը հնարավորություն է տալիս մարդուն այս կյանքում իր ծրագիրը կատարել, ձերը աստղաբանությունը հանրամատչելի լեզվով ներկայացնել է, ինչպես պարոն Ղուշյան, նաև ձերը դուք շատ մոտիկ 2-ից լուսին երկորյակում, 2-ից բարձրացող հանգույցը ջրհոսում։ Ես շատ ուրախ եմ, որ համագործակցում եմ ձեզ հետ, որտեղ իմ բարձրացող եւ իջնող հանգույցներն էլ ձեր հանգույցների հետ, կարմիկ ծրագրերի հետ համընթաց եւ ներդաշնակ գնում են։ Հուսամ, որ մենք կփորձենք, կկարողանանք հանրությանը օգնել մեր գիտելիքներով եւ թեթևացնենք նրանց հոգսերը։ Իսկ նրանք, ովքեր ասում են, թե ինչի չփրկեց, մի չարախոսեք, մտածեք ձեր մասին, վախեցեք որդեկորուս մոր ցասումից։ Եվ ես կցանկանամ, որ բոլորս աղոթենք նրա որդու հոգու համարթող լույսերի մեջ մնանա։ Տիկին Գայան, իհարկե ցավը խորն է, բայց մենք նորից վերադառնանք մեր թեմաներին, որտեղ իսկապես մենք ժամանակին էլ ցավակցել ենք տիկին Լուսիային։ Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում նա կվերադառնա եթեր եւ մենք կարողանանք նորից վայելել նրա ներկայությունը։ Հիմա ուզում եմ խոսենք կենդանակերպերի նշանների մասին, ինչ մասնագիտություններ նրանք պիտի ընտրեն ձեզ։ Այսպես ֆորմատի մեջ ավելացնեմ մի կետ, պարոն Ղուշյան, թե առույց եւ կույս կենդանակերպերի մասին եմ խոսելու այսօր, նաև դրան ավելացնենք բարձրացող հանգույցը առույցում եւ կույսում, բարձրացողը առույցում, իջնողը ջրհոսում։ Տիկին Լուսիայի մոտ բարձրացողը ջրհոսում է, դա աստղաբանությունն է, նորագույն տեխնոլոգիաներն են, հակառակ առանցքում բարձրացող հանգույցը առույցում տալիս է, եթե մարդը շատ հանրային է, հասարակական մեծ կապեր ունի, բայց նա պետք է ձգտի ինդիվիդուալ իր եսը պետք է կարողանա ցույց տալ։ Առույցները նրանք ղեկավարներ են, ադմինիստրատորներ են, էլիտար նշան է, ես ասեմ, այն մարդիկ, ովքեր ունեն կարմիկ մոլորակներ առույցի կենդանակերպում, ապա երևի թե դուք ազնվատով, ինչ որ ազնվատով մենք սերված եք այդպիսի մի տոհմից, եթե Սատուրնն է այդտեղ, եթե բարձրացող հանգույցն է այդտեղ, եթե ասցենդենտը արևը, լուսինը, եթե արևը հոր կողմից, եթե լուսինը մոր կողմից, եւ բարձրացող հանգույցի համար պետք է կատարվեն հաշվարկներ, հատուկ մեթոդաբանություն։ Աստղաբանական ծրագրերով մենք կարողանում ենք շատ արագ կողմնորոշվել եւ բարձրացող հանգույցի հետ կապված մեր կյանքում իրադարձություններ լինում են յուրաքանչյուր 18.5 տարի մեկ եւ այս պահին հենց այդ խավարումների միջանցքում գտնվում են այն անձինք եւ առավել բարդ է նրանց մոտ, ովքեր ունեն մոլորակներ ձկների վերջ խոյի կենդանակերպում եւ գտնվում են 18.5, 37, 38, 56, 57, 54, 55 տարիքային շրջափուլերում, բայց արանքի այդ 9 տարին 18.5, 27, 30, 18.5, 19, 27, հետո 36, 37, 9 տարի մեկ հանգույցները իրենք պտտվում են տիեզերքում, 18.5 տարի մեկ գալիս կանգնում են այդ նույն դիրքին եւ բերում են ծրագրեր։ Տիկին Լուսիայի դեպքում բարձրացող հանգույցը այդտեղ էր, նա տալիս է հնարավորություն Սատուրնի եւ Նեպտունի հետ եւ նրանք, ովքեր հենց ծնվել են ձկների վերջ խոյի սկիզբ, շատ կարեւոր է լինելու այս խավարումը, որը լինելու է մարտի 29-ին, արևի խավարումը, կարևոր իրադարձություններ կարող է բերել ձեր կյանք եւ նպաստավոր եւ բարենպաստ եւ նաեւ բարդ իրավիճակներ կախված արդեն քարտեզի առանձնահատկությունից, բայց ամսի 29-ի խավարումը այն բարենպաստ է լինելու առույցների համար, քանի որ մենք խոսում ենք առույցի կենդանակերպի մասին, նոր գործեր կարող եք սկսել, սիրելի հետևորդներ, եւ առաջ գնալ առույց, խոյ եւ աղեղնավոր կրակի տարերքի ազդեցության տակ ծնվածների համար այն նոր ծրագրեր կբերի նրանք, ովքեր ծնվել են ամսի 20-ի մոտակայքում, այսինքն մարտի 20, հուլիսի 20-25 եւ նոյեմբերի 20-25 եւ այդպես պարբերաբար նաեւ օդի տարերքի ազդեցության համար է բարենպաստ երկօրյակ
եւ աղեղնավոր կշեռքների համար հակառակ դիրքում է լինելու այդ բարդությունները դուք կարող եք զգալ դիմակայեք սիրելի կշեռքներ այդ ժամանակահատվածում վեներան արդեն ձկներում է լինելու փոխադարձ սիրո համբերության արդյունքում դուք կարող եք հաղթահարել այդ խնդիրները առողջների համար մասնագիտություններից կարևոր որոնք կարող են օգտագործել այդ արևի էներգիան որտեղ արևը հենց գտնվում է իր օթևանում այդ հանճարեղությունը ուրանն է այդ տաղանդները որը շնորհում է մարդուն առողջ կենթանակերպում արեգակն է եւ կարող են լինել ադմինիստրատորներ հիմնարկության ղեկավարներ նրանք պետք է փայլեն իրենց տաղանդներով եւ առաջնորդներ դեսպաններ կարող են լինել քաղաքական գործիչներ նրանց մոտ է այդ առողջ կենթանակերպը առավելապես ակտիվ եթե յուպիտերն էլ է գտնվում այդտեղ եթե մնացած մոլարակային դիրքավորումներն են օգնում եւ շատ կարեւոր է այն անձանց համար ովքեր զբաղվում են երեխաների դաստիարակությամբ դպրոցներն են նրանք լավագույն մարզիչներ են եթե Մարս, Յուպիտեր եւ մնացած մոլորակները այդտեղ են երեխաների հետ կապված հարցերը ժամանցի հետ կապված հարցերը տրվում է առողջ կենթանակերպին գիտեք ինչն է հետաքրքիր առողջները բարբերաբար փոխում են իրենց մասնագիտությունները քանի որ իշխող նշան են նրանք երկրորդական դերում ինչպես նաեւ այցեղջուն են իրենց դժվար են տեսնում ուստի պետք է ուշադիր լինեն վարքային դրսևորումներում ես տեսնում եմ առողջների մոտ փոքրինչ այսպես գոռոզություն եւ հպարտությունը որը չափից շատ է լինում կարգավորեք ձեր հույզերը խեզգետնեն բայց ձեր ընդհանուր հանրությանը ներկայանալու այդ ձիրքը դուք առուց եք դուք պետք եք ադմինիստրատիվ կառավարման համակարգում բայց նաև պետք է լինեք խոհեմ չեմ կարող ասել խոնար առողջը չի կարող լինել խոնար բայց փորձեք ձեր իսկ մոլորակային ձեր իսկ այդ էներգիայով լցնել մեր կյանքը ուրախությամբ ժամանցի վայրերն են երեխաների ուսումնական կենտրոններն են այն բոլոր այն ամենը ինչը գեղեցկություն է տալիս ինչը մի օրինակից է ինչը կապված է ուրախ եւ երջանիկ կյանքի հետ եւ եղեք երջանիկ սիրելի առողջներ սիրելի հետևորդներ փորձեք այս անգամվա արևի խավարումը օգտագործել հոգուտ ձեր բարօրության նորից եմ կրկնում այս խավարումը դրական ազդեցություն ունի կրակի եւ օդի տարերքի ազդեցության տակ ծնվածների համար բայց բարդ կարող են լինել խոյ խեցգետին կշեռք եւ այծելջուր կենթանակերպերի ամսի 20-ի ծնվածների համար փորձեք ավելի կայուն լինել մարսը ապրիլի 18-ին արդեն դուրս կգա խեցգետնից կգնա դեպի առյուծ կամած ձեր ներընտանեկան խնդիրները այդ ագրեսիվ վիճակը կարող է ավարտվել ընտանիքի ներսում հարազատների շրջանում սիրելի կույսերի համար կարևոր է իրենց առողջական վիճակը ես բազմիցս հանդիպում եմ նրանց, ովքեր այս պահին գտնվում են դե 14-15 տարեկան շրջափուլում այդ դեռահասների մոտ եմ խնդիրներ տեսնում ինքնաարտահայտման ինչպես կույսերի, այնպես էլ ձկների եւ երկվորյակների մոտ աղեղնավորները մի քիչ ավելի ուրախ նշան են, նրանք կարողանում են իրենց լավատեսությամբ խուսափել խնդիրներից եւ առավել բարդ է նրանց համար կույս, ձկներ, երկվորյակ եւ աղեղնավոր ովքեր ծնվել են արդեն կենթանակերպի վերջում այսինքն մոտավորապես սեպտեմբերի 20-ի մոտակայքում ծնվածները այդ մարտի 20-ի մոտակայքում ծնվածները որտեղ Սատուրնը մայիսի 25-ից անցնելու է խոյի կենթանակերպ իսկ Սատուրնը ինչ է կանգնեցնում է դանդաղեցնում է խոչընդոտներ է բերում այդ դեպքում ուղղակի դուք կարող եք նկատել ձեր գործերում որոշակի խոչընդոտներ սա ամեն ինչ սառեցնում է Սատուրնը այծեղ ջուրի եւ ամենահեռու ձմեռային այդ կենթանակերպի մոլորակն է հարաբերությունները կբարթանան ձեր ղեկավարների հետ հայր ծնողի հետ փորձեք լինել համբերատար որտեղ համբերությունը Սատուրնի ամենակարևոր դրական որակներից մեկն է եւ սիրելի կույսեր այո ունեք խնդիրներ աշխատանքում նրանք ովքեր գտնում են 29-30
44-45, նույնիսկ 59-60 տարեկան այդ տարիքային շրջափուլերում։ Այդ տարիքային շրջափուլերում այստեղ աշխատողները այս պահին կարծես կռիվ են տալիս իրենց աշխատանքը պահելու համար, որովհետև այն շատ մոտ է այդ թոշակի գնալու այդ ժամանակահատվածին, որոշների մոտ խնդիրներ կան, բայց ասեմ ձեզ, որ նրանք ովքեր հաշտ եւ համերաշխ են իրենց ղեկավարների, իրենց աշխատանքի հետ, նրանք պարտաճանաչորեն կատարում են այդ ամենը, երբեմն ունենում են պարգևատրումներ։ Կցավան ձեր ոտքերը, աղեստամոքսային տրակտը, ամսի 14-ի, մարտի 14-ի խավարումներում նկատել եմ շատերի մոտ հոգեսոմատիկ հիվանդությունների արդեն այդպես նկատելի չափով երևում էր այդ խնդիրները, նաև աղեստամոքսային տրակտի հետ կապված խանգարումներ, շատ մինչև ամսի 29-ը կարող եք սիրելի կույսեր եւ ձկներ եւ ընդհանրապես բոլորը, ովքեր քաշի ավելացում ունեն, կարող եք պահել դիետաներ, որովհետեւ կույսը հենց դա դիետաների, հիգիենաների դաշտն է, այդտեղ պետք է դուք կարողանաք կարգավորել ձեր սննդակարգը եւ քաշի նվազում կունենաք։ Ուղղակի ուշադիր եղեք, քանի որ Սատուրնը էներգիա քիչ է տալիս, դուք էլ եթե քիչ ուտեք, քիչ սնվեք, ապա դա կարող է տալ ուժերի անկման, ճնշումը, արյան ճնշումը կարող է ընկնել, ամեն ինչ կփորձեք փոխկապակցել եւ նաեւ խորհրդակցեք բժիշկների հետ, որպեսզի կարողանաք ձեր առողջացման գործընթացը առանց խնդիրների տանել։ Հիգիենան է կրկին նշեցի, մեր սումներն են, սպասարկման ոլորտի աշխատակիցներն են, լավագույն բժիշկներն են, առողջապահական ոլորտի աշխատակիցներն են, եթե համապատասխան մոլորակային դիրքավորումները այնտեղ են, կույսի համար շատ կարևոր է լինում եւ հիգիենան եւ մաքրություն, եթե լուսինել է կույսում, տնային, տան մաքրությունը, բայց երբեմն դիրքերը լարված են լինում, տեսնում եք, որ մարդը չի կարողանում կատարել իր պարտականությունները, չի աշխատում, չի սիրում աշխատել Մարսի, Սատուրնի բար դիրքերի դեպքում, իր հիգիենային չի հետևում եւ խնդիրներ ունեն աշխատանքում։ Ուղղակի պետք է լինեք ավելի կույսերի բարդ բնավորության գծեր, որոնք խանգարում են իրեն չափից դուրս պեդանտիզմն է, մաքրասիրությունը եւ որը հենց այս տարիներին, հենց 29, 30, 44, 45, 59, 60 այդ տարիքային շրջափուլներում գտնվողների մոտ շատ խիստ արտահայտված է կամ ուղղակի խուսափում են իրենց պարտականությունները կատարելուց, որի արդյունքում ուղղակի կունենան համապատասխան հոգեսոմատիկ հիվանդությունները կամ ախտանիշները։ Այսքանը։ Տիկին Գայանե, միջ հաջորդ հարցս առաջարկում եմ մի փոքրիկ գովազդային դադար, որից հետո հարցս կուղեմ ձեզ։ Խնդրեմ։ Շարունակում ենք ծրագիրը, հիշեցնեմ, որ մեր տաղավարում հյուրընկալել ենք աստղաբան հոգեբան Գայանե Սարգսյանին։ Տիկին Սարգսյան, հաջորդ հարցս աստղաբանական քարտեզներին է առնչվում։ Այդ մասին ինչ կասեք։ Ես շատ սիրում եմ Սատուրնին եւ մեծ հաճույքով կատարում եմ նրա բոլոր նրա կողմից տրված պարտականությունները, մանավանդ նա ձկներում է, նրանք ովքեր սիրում են հանգստանալ, չտքնել, չտանջվել, նրանց համար այդքան էլ լավ չի լինի, բայց ես նույնիսկ անցած շաբաթվանից բերած ինչ-որ թերի թողած գործ կար, որ ուզում եմ ավարտեմ։ Այո, Աշոտի քարտեզը, որի ծննդյան տվյալները ես չէի գրել։ Գրել էի հոկտեմբերի 10, բայց իրականում սեպտեմբերի 10-ից ծնված 2008 թվական։ Ահա, Աշոտի մոտ մայրը շատ մտածում է նրա մասնագիտական աճի համար, Լուսինը Յուպիտերը այծեղ ջուրում, Սատուրն արևը կույսում շատ հստակ դրական դիրքեր, տրիգոն, ի ծնե տրված հնարավորություն բարձր սոցիալական դիրք ունենալու, աշխատանքում առաջատար դիրքեր գրավելու, քանի որ աշխատանքը կույսն է, Սատուրն արևը այնտեղ, ուղղակի ձեր տղային պետք է կրթության համապատասխան ոլորտներում
նա պետք է կրթություն անցնի, սև լուսինն է աղեղնավորը կենթանակերպում տեսնում, նա կարծես դժվարությունների առաջ է կանգնած, հենց մոտակա ժամանակահատվածում չի կարողանում կողմնորոշվել ինչ մասնագիտություն ընտրել, իսկ եթե չեք ընտրել, եթե կողմնորոշվել եք, համենայն դեպս իմ կողմից օգնեմ, կույսը նորից եմ ասում, դա առողջապահական համակարգն է, այդտեղ անասնաբույժ, բժիշկ, կարող են լինել այն մասնագետները, որոնք կապված են վերլուծական այդ մտածողության հետ, քանի որ ղեկավարն ավանդ, եթե Մերկուրին էլ է այդտեղ լինում, բայց ինքը այնտեղ ունի Արև եւ Սատուրն, հաշվապահական ընկերություններն են, աուդիտն է, այդ համակարգերում կարող է ղեկավար դեր ստանձնել, ուղղակի պետք է ուշադիր լինեք, հետևողական լինեք, որ նա բարձրագույն կրթություն ստանա, որտեղ Սատուրնը սև լուսինը աղեղնավորում է։ Հաջորդ դիրքավորումը, որը կարող է բարդացնել իր կյանքը, մոլորակների, անձնական մոլորակների ստելիում եմ տեսնում կշեռքի կենթանակերպում, որը բարդ դիրքավորումներ ունի այծեղ ջուրում իր լուսին եւ Յուպիտերի հետ, միջանձնային հարաբերություններում, գործընկերային հարաբերությունում հնարավոր է ճկուն չլինի եւ նաեւ դժվար կարող է կողմնորոշվել անձնական կյանքը դասավորելիս։ Այդ դժվարությունները ավելի շատ կարող են հանդիպել իր եւ մոր այդ կյանքի հետ կապած, հետագայում իր ամուսնական կյանքը դասավորելու հետ կապած աշխարհահայացքային խնդիրների հետ, ուղղակի խորհուրդ կտամ, որ լինես զիջող, սիրելի Աշոտ, եթե ձեր մայրիկը լսում է ինքներ գրել, հարաբերություններում, կոնֆլիկտային հարաբերություններ ուղղակի ձեզ խանգարելու են կարիերայի սանդուղքով բարշանալիս։ Այսպես բարձրացող հանգույցը ջրհոսում, այդ է խոսում ինչպես Տիկին Լուսիայի մոտ էր հանրային մեծ շրջապատ կարող եք ունենալ ընկերներ, այդ հանրային դաշտում դա նաև գիտեք ջրհոսը ոչ սովորական մարդիկ են, դրան գիտաշխատողներն են, ապագայի հետ կապված բոլոր մասնագիտությունները այսպես անտարբեր չասենք նրանց հանդեպ ձերն են, ընկերներ ունեցեք, որոնք հետագայում կօգնեն ձեր այս կյանքը ձեր ծրագիրը կատարելու, ձեր առաջընթացը ապահովելու համար եւ վիրտուալ դաշտում ունեք այդ հնարավորությունը, նաեւ իջնող հանգույցը առնցում եսակենտրոնություն կարող է տալ, թողեք ձեր եսակենտրոնությունը եւ ձուլվեք ձեր շրջապատին, ձեր ընկերներին, ձեր համախոհներին։ Սա Աշոտը Տան նախորդ հաղորդումից էր, այստեղ դիտարկենք Նարինե Զաքարյան 2010 թվական 12 ապրիլ արդեն ժամը գրված է Նարինե Զաքարյան։ Ինչ հետաքրքիր է, արևը խոյում բավականին ակտիվ անձնավորություն, այստեղ գիտեք ոնց որ մարդը տարբեր նայում է ստանը իրեն ուրիշ կերպ է ընդունում, ընկալում, նաև ինքը այդպես է իրեն պահում, որտեղ լուսինը Յուպիտերը ձկներում շատ բարի, երբեմն խեղճ, երբեմն մեծ սրտի տեր անձնավորություն, նույնիսկ շատ հուզառատ, բայց առօրյա կյանքում բավական ակտիվ, ուժեղ անձ, արևը խոյում է գտնվում, նրա համար կարևոր կլինի, ես մոլորակները տեսնում եմ ցուլում եւ այծեղ ջուրում, դա գյուղատնտեսությունն է, ֆինանսական համակարգն է, տնտեսագիտություն կարող եք ընտրել, կառավարման տարբեր մեթոդները, բարձրացող հանգուցաճեղ ջուրում, այո, կառավարիչ կարող է լինել տարբեր ռանգերի եւ տարբեր այդ ատյաներում նա կարող է լինել, ես խորհուրդ եմ տալիս, որ Նարինեն անպայման մասնագիտական լուրջ ձեռքբերումների հասնի, հետո որոշի իր կյանքը կազմակերպել, ամուսնանալ, հա, իջնող հանգույցը խեցգետում է, եթե Նարինեն հասնի մասնագիտական հաջողությունների, ապա նրա կյանքը, բարեկեցիկ կյանքը ապահովված է եւ Մերկուրին Վեներան ցուրում, գիտեք, կարծում եմ, որ երեխայի մոտ դուք նկատում եք, երեխա չէ դե արդեն, հա, 15 տարեկան, նկատում եք հակումը դեպի ֆինանսի կողմը, նա պետք է ունենա նյութական արժեքները կարողանա ճիշտ տնօրինել, պրակտիկ մասնագետ կարող է լինել, բանկերում կարող է աշխատել, ասում եմ, այն ինչը կապված է նյութականի հետ, Վեներան եւ Մերկուրին ցուլում նրան տանում են դեպի նյութական բարեկեցության, եթե կարողանաք
ճիշտ ընտրել նրա համար մասնագիտությունը։ Եվ մի հետաքրքիր Մարս առյուծի կենդանակերպում եմ տեսնում, դա առյուծի ոլորտներն, դա ոսկերչությունն է, դա այն ոլորտներն են, որտեղ նա պետք է փայլի, ցույց դնի իր որակները, Մարսը դա մետաղներն են, դրանք այն ոլորտներն են, որտեղ օրինակ մեքենաշինությունն է, թանկարժեք իրերի, թանկարժեք քարերի այդ տիրույթում նա կարող է իրեն ցույց դնել։ Ես Սատուրնը, այո, բույսի կենդանակերպում։ Այդ դիրքերը ես հանդիպում եմ այն մարդկանց մոտ, որոնք իրենց սեփական գործունեություն են ծավալում, ԱՁ, ՍՊ, եւ տեսնում են, որ իրենց ձեռնարկություններ ունեն, նույնիսկ ձեռնարկություն, որը կապված է թանկարժեք զարդերի, իրերի, բրենդների հետ։ Ուղղակի ճիշտ պետք է կարողանաք ճիշտ ժամանակին կատարել նրա համար եւ մասնագիտական ընտրություն եւ նաեւ ուսուցման process-ը ապահովեք։ Ուշադիր եղեք վատ ընկերներից, որոնք կարող են հեղափոխել նրան, վատ ճանապարհներ տանել եւ վտանգ կա on-line խաղերից թող հեռու լինի վատ ընկերները, որոնք կարող են նաեւ իրեն ներգրավել, ընկերուհիներ կապ չունի, որոնք նրան կարող են ներգրավել այդ ցանցերը, այդ դաշտերը, թող ուշադիր լինի համացանցը եւ այդ հեշտ զբաղմունքները նրա համար չեն, նա պետք է ուղղակի կարողանա ճգնել, աշխատել, որպեսզի ունենա հաջողություն։ Արևը խոյում է, խոյերը ակտիվ են, բայց Մերկուրին, Վեներան ասում են պետք է լինես հաշվարկով լինես հետևողական, հասնես նյութական բարեկեցության։ Հաջորդը այստեղ անվան հետ կապած խնդիր եմ տեսնում։ Ես անձը, որը ծնվել է հուլիսի 28-ին 2010 թվական, իր տվյալներն են ներառված, աննազգանվան հետ կապված խնդիր կարող է լինել, քանի որ Մերկուրին նահանջող է, հետաքրքիր այսքան ուշադիր եմ ես եղել, բայց երկու դեպքում, եթե նախորդը Նարինե Աղաջանյանինը չէր, ուղղակի տվյալները նայեք, սա ես ներկայացնում 2010 թիվ 2807 այդ անձի տվյալները, որը ծնվել է, նախորդը, որը նշեցի ես Նարինե Աղաջանյան, նա ծնվել է 2010 թիվ ապրիլի 12։ Հնարավոր է իր անունն է գրած, հնարավոր է ոչ։ Այն անձը, որը ծնվել է 2010 թվականին հուլիսի 28-ին, ահա, ինչն է հետաքրքիր առյուծ Մերկուրին էլ է գտնվում առյուծի կենդանակերպում, ակտիվ մարդիկ են, պետք է կարողանաք, որ ձեր երեխան իր անձնային որակները ցույց տա, կարողանա ճիշտ շփումներ կազմակերպել եւ ես կարծում եմ, որ Մերկուրին առյուծի կենդանակերպում հենց նա կարող է այդ էլիտար մասսաների բարձրաստիճան այդ մարդկանց հետ իր կապերը կարգավորել։ Խնդիր եմ տեսնում աշխատանքում, այո, ծնողը ճիշտ է նկատել, աշխատանքային process-ում ներգրավելու հստակ բարդ մոլորակային դիրքեր կամ Մարսը Սատուրն, այո, կույսի կենդանակերպում, ես կարծում եմ, որ նաև ծնողը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, թե ինչ մասնագիտություն ընտրեն, որպեսզի ճիշտ կրթություն ստանան։ Ես կարծում եմ, որ խնդիրն է անպայման նա պետք է ունենա մասնագիտական աճ բարձրացող հանգույցը այդտեղ ջուրում, պետք է հասնի այդ գագաթնակետին, շուտ չամուսնացնել կրկին նույն խնդիրն եմ տեսնում։ Եվ Լուսինը ջրհոսի կենդանակերպում IT ոլորտն է, ծրագրավորումն է, աստղաբանությունն է, այս երեխայի քարտեզը ցույց է տալիս, որ իր մայրը հետևում է աստղաբանությանը, այդ գիտելիքներին, այդ գիտելիքները թող օգնեն նա հասնի հաջողությունների, բայց լուրջ աշխատանք ունեք նրա աշխատասիրությունը ապահովելու, որպեսզի նրա մեջ սերմանելու աշխատանքի հանդեպ սեր, որպեսզի նա ունենա մասնագիտական հաջողություններ։ Կույսի եւ այդտեղ ջուրի ոլորտները նրանն են եւ նաեւ առյուծ։ Եթե ճիշտ դաստիարակեք, իմացեք, որ ձեր երեխան փայլելու է իր գիտելիքներով, իր կեցվածքով, իր տաղանդներով։ Եղավ Տիգրան Սարգսյան, շնորհակալ եմ, մենք այսքանով սահմանափակում ենք, ինչ մեր հաջորդ հանդիպում, ձեզ մաղթում եմ ամենայն բարին, ամենակարևորը, հիշեք, որ աստղաբանական քարտեզը մեր ունկնդիրների համար շատ կարևոր է։ Իմ գործառույթը դա է այս հարթակում, ես հենց այդ գործով էլ կարծես մասնագիտացված եմ եւ ես ցանկանում եմ, որ ծնողները օգնեն իրենց երեխաներին։ Եթե նույնիսկ 2-3 բառով ես կարողացա օգնել, ուրեմն կարևոր գործ եմ արել, պարոն։ Այո։
Այո, իրոք այդպես։ Շիրի բարեկամներ, Աստղաբան հոգեբան Գայանե Սարգսյանն էր մեր տաղավարում, սպասեք նրան առաջիկայում եւս։ Այսօր այսքանը, ցտեսություն։